Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ հուլիսի 1-ից վերջ է տալու հայհոյախոսությանն ու առանց փաստերի մարդկանց թիրախավորելուն։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի X ամսաթվից հանրային քաղաքական հրապարակային դաշտում հայհոյախոսությունը եւ հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք եւ անցնում ենք բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի եւ միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ եւ այս պահից մինչեւ հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից պարականոն բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա։ Հուլիսի 5-ին կկիսեմ իմ տպավորությունը, թե ինչ արձագանք է գտել առաջարկը հանրության եւ սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում»։ Նիկոլ Փաշինյանի ամենասուր քննադատներից մեկին Էդգար Ղազարյանին հարցրինք, թե ինչ կարծիք ունի Փաշինյանի առաջարկի մասին։ Կոնսենսուսին մասնակցելու է։ Այսինքն ինքն է որոշում, մեր հասարակական կյանքում ինչ պիտի լինի, կուզի հայհոյանք կլինի, կուզի փաստերով կլինի, պիտի փաստերով լինի, կուզի կվիրավորի, կուզի կանցնի քաղաքակիրթ քննարկման, այսինքն ինքը ոնց ուզի, տենց պիտի լինի։ Ինքը ով է ընդհանրապես, որ որոշի, թե մեր հանրային կյանքում խոսույթը ոնց պիտի լինի, ինքը ով է, իր կոչումով, պաշտոնով, դիրքով, Հայաստանի Հանրապետության վարչապետ, ճիշտ է։ Հայաստանի Հանրապետության վարչապետի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ եւ կառավարության կառուցվածքի գործունեության կարգի մասին օրենքով։ Հայաստանի վարչապետի գործունեությունը կարգավորող նորմերից է հանրային ծառայության մասին օրենքը, որը ունի էթիկայի նորմեր, որտեղ ասում է, թե վարչապետը ինչ բարեվարկություն պիտի ցուցաբերի իր խոսքում, մարդկանց հետ հարաբերություններում, որ դա պետք է լինի։ Այսինքն այդ ամեն ինչ որ ինքը ասում է, որ պետք է լինի հուլիսի 1-ից, այդ ամեն ինչ 2018 թվականի մայիսի 8-ից, որ ինքը ընտրվել է վարչապետ, արդեն գոյություն ունի։ Ինքը ուղղակի դա խախտել է բոլոր սահմանադրությունը, օրենքները եւ այլն, հիմա ինքը իր համար ժամկետներ է սահմանում, կյանքը փոխելու, այսօրվանից սենց ենք անում, հաջորդ օրվանից սենց ենք անում, էմիսորը հագնում ենք մենակ կարճ շորեր, էմիսորը կանայք պիտի կրեն գլխարկ բանը, են Կորեայի բանն է, առաջնորդն է, էլի, տղամարդիկ պիտի ունենան 4 տիպի սանրվածք։ Հուլիսի 1-ից, ասենք կարա սահմանի, ասի որ հուլիսի 1-ից բոլոր տղամարդիկ պիտի սափրվեն։ Ախպեր, ես սափրվել եմ, ուրեմն բերեք որոշում ենք հուլիսի 1-ից բոլորը պետք է ով որ չի սափրվում, ԱԱՑ շորերով սև դիմակավորները գնում են դրանց ձերբակալում են, խփում են գետին, ավտոմատներով բերում են, տանում են, Մասիս Մելքոնյանը կալանավորում է։ Եղավ, էդի կլինի հուլիսի 1-ից։ Կարա չէ՞ տենց ասի։ Էդգար Ղազարյանը շատ խորհրդանշական է համարում հուլիսի 1-ի եւ 5-ի ընտրությունը։ Ըստ նրա դրանք խորհրդանշական թվեր են։ Իրականում այդ հուլիսի 1-ը կարծում եմ շատ խորհրդավոր ամսաթվեր է, հուլիսի 1-5-ը, հուլիսի 5-ը Հայաստանի Սահմանադրության օրն է եւ պետական խորհրդանիշների օրը։ Եվ ես կարծում եմ ազգային ժողովը հուլիսի 1-ից, քանի որ սկսում արտահերթ նստաշրջան, կարծում եմ հուլիսի 1-ից պետք է մեկնարկի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, որը ավարտվի հուլիսի 5-ին։ Եվ այդ ժամանակ ինքը կարծում եմ Երևան կենտրոնի քրեակատարողական հիմնարկից այդ իրադարձությունների ամփոփումը կիրականացնի փաստաբանի միջոցով։